40,000 տնակ են կերացել է քաղաքից, 40,000։ Այն ժամանակից մեղադրում են, որ մարդիկ բնակարան էին ստանում, երկու եղբայր, ասենք եղել են 4-5 հոգի կամ 6 հոգի, երկու սենականոց բնակարան ունեին, ստանում են երկու բնակարանը, մի եղբայրը դարել են 14 հոգի, մի եղբայրը ասում էր ես կգնամ այդ բնակարան ապրելու, մի եղբայրն է ասում էր գիտեք պարոն քաղաքապետ, հատկացրեք ինձ օրինական, մենք եղբայրներով կսարքենք, մենք այստեղ մնանք։ Որ եկա, խոսք եմ տալիս բոլորի դաշտի առջև։ Չեմ նայելու ոչ մի պետական հրանգի։ Անպայման, եթե քաղաքի կենտրոնական հատվածերում չէ, քաղաքի ճարտարապետական տեսքին չի խանգարում, անպայման հողհատկացում եմ անելու տվյալ ընտանիքին, որ այսօր մինչև այսօր երկրաշարժից հետո ապրում է։ Քաղաքում կար 8 հիվանդանոց։ Պատկերացրեք այսօր մի հիվանդանոց է։ Շիրակի դաշտավայրը, Գուգարկը, Արագածոտնի մարզը, Ջավախքը ամբողջությամբ այդ հիվանդանոցի վրա է։ Եվ այսօր պատկերացրեք ինչ վիճակի մեջ այդ հիվանդանոցը, չնայած այդ հիվանդանոցը ես եմ արել, որ կառուցել են Գյումրի քաղաքում, լավ իմացեք։ Ուրեմն, մեզ պետք է երկրորդ հիվանդանոցը պարտադիր։ Քաղաքապետարանը պետք է պարտադիր ունենա իր սեփական հիվանդանոցը, իր սեփական շահույթների որոշակի մասը գալու է Գյումրու քաղաքապետարան, եւ այն մարդիկ, որոնք հնարավորություն չունեն, քաղաքապետարանը պետք է օգնի նրանց, որովհետեւ այդ հիվանդանոցում իրենց առողջության հարցերը կարգավորի։ Ուրեմն, պատկերացրեք հասարակ մի բան եմ ասում։ Գյումրու հրապարակը 4 մուտքեր ունի, 4 մուտք, այսինքն դեպի հրապարակ 4 մուտք է։ Ոչ մի անցումի մասին չեն էլ մտածում։ Անհրաժեշտ է անցումները, այդ անցումները կամ կառուցելու է քաղաքապետարանը, տագը խանութներ կառուցելով, վարձակալությամբ հանձնելով քաղաքացիներին, կամ տալու է քաղաքացիներին, ասելու է տալիս ենք ձեզ, ձեր գումարներով սարքեք եւ ժողովուրդը օգտվելու այդ անցումներից, որը անհրաժեշտ է մեր քաղաքի համար։ Ես այսպես թեթև բաներ եմ ձեզ ներկայացնում, բայց ազատ տնտեսական կոդին, որ մի երիտասարդ կա, ինքն էլ է վերցրել հավանական իմ ծրագրերից, որովհետև 96 թվականից ես այդ հարցը առաջ եմ քաշել, դուք բոլորը տեսել եք իմ ելույթներս, եւ եթե պետք է ցույց կտամ, տասնյակ ելույթներ ունեմ եւ ազգային ժողովում, եւ բոլոր նախագահներին այդ հարցը բարձրացրել եմ, բայց իրենք ցավոք սրտի ազատ տնտեսական կոդի դարձրեցին մեղրին։ Ես ելույթ եմ ունեցել, ասում եմ մեղրում, եթե դուք դարձնում եք ազատ տնտեսական կոդի, մի քանի գրասենյակ կբացեն այսօրվա օլիգարխները եւ ներկրումը Պարսկաստանից կգա այդ գրասենյակների միջից կացնի եւ բյուջեն կդադարվի, որ իրոք այդպես են արել։ Ես բարձրաձայնում եմ, բայց այն համող չկա, որովհետեւ իրանց հոպարներն ու պապաներն են հավանականը, որ վախենում են դրանցից։ Ես ասում եմ, Գյումրին պետք է դարձնեք ազատ տնտեսական կոդի։ Մեր թվարկությունից առաջ դա արել են։ Աշխարհում մի հատ երկիր չկա, որ երբ որ աղետ տեղի ունենա, ու այդ երկիրը, այդ քաղաքի, այդ մարզի հարգերը չկրճատեն 50 կամ 100%-ով աշխարհում նմանատիպ դեպք չկա բացի Հայաստանի Հանրապետությունից։ Ես զարմանում եմ Երևանի գիգանտ գործարանները Արարատյան դաշտավայրի, որ ոչ մի բան չի եղել։ Մեր գործարանները ամբողջությամբ փլվել է, նույնքան հարկ են վճարում, ոնց որ Երևանի մեր գործարանները։ Այստեղ պետք է պետական հոգացություն, պետական մոտեցում։ Երբ որ ես այդ հարցը բարձրացնում էի, վայ, նախարարներ կային, ասում էին այդ գրասենյակները կբացեք, ես էլ ասում էի, այդ գրասենյակների փակման խնդիրը ձեր ձեռքն է։ Եթե գրասենյակ եմ բացում, մի որոշում եք անում, որ գրասենյակային աղվեսներին չի վերաբերվում նմանատիպ որոշումը։ Այս որոշումը վերաբերվում է նրանց, ովքեր գործարան են բացելու եւ մենք տեսնում ենք, որ իրոք աշխատատեղ են հիմնել Գյումրի քաղաքում։ Այսինքն պետք է մոտեցում պետական եւ գնում հանգում ենք այն եզրակացության, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր. մեզ 300 հազարանոց լենինական պետք չի, մեզ պետք է 10 հազարանոց գյուղաքաղաք։ Այստեղ մեծերը կան, հիշում են, երիտասարդները հավանական է չեն հիշում, այդ թեստերը կա ինձ մոտ է։ Ասում էր Հայաստանի Հանրապետությունում պետք է ապրի 1 միլիոն բնակչություն այս տարածաշրջանի վրա, այստեղ ավել պետք չէ որ ապրեն։ Դուք պատկերացրեք, քանդեցին ամբողջ գործարանները, քանդեցին ամբողջ, ուրեմն համալիրները գյուղական, որ տարիներով, տասնյակ տարիներով խորհրդային միության ժամանակահատվածում ցեղական անասուն էին ստացել մեր նախնիներն ու մեր պապերը։
եւ այսպես հեշտ ու հանգիստ այսօր էլ սրանք իրանց ցակերը այնպես ուրախ են նայում մեզ, այնպես բարձրաձայն են խոսում, ոնց որ իրանք մենք չգիտենք որտեղից են առաջ եկել ու ուր են գնում։ Հետո ամենասարսափելին սրանց 90%-ը կրթություն ստացել են Թուրքիայում։ Հնամյալ սրանց կենսագրականը նայեք, 90%-ը վերապատրաստվել են մեր դարավոր թշնամու երկրում։ Սա ինչ է նշանակում։ Եթե խորանում ենք, դրատագը ամեն ինչ մենք կգտնենք։ Եթե խորանում ենք, մենք ամեն ինչ դրատագը կգտնենք։ Եթե մենք չենք ասում, թե մենք դարավոր պետք է ամբողջ կյանքով մնանք թշնամի։ Մենք մի բան ենք ասում, իրենք կատարել են ոչրագործություն, որ ամբողջ աշխարհը ընդունում է։ Ամբողջ աշխարհը թող ընդունեն հայոց ցեղասպանությունը եւ մնացած ներողություն խնդրեն հայոց ազգից եւ դրանից հետո եթե Աստված ստեղծել է, որ ոչ ու բարով նմանատիպ ազգը պիտի լիներ մեզի հարևան, մնացած հարցերը մենք հետագայում մնայենք։ Մի ազգ, որ ոչ մի հարևանի հետ խաղաղ չի ապրում, բոլոր ազգերի հետ պրոբլեմ ունի, բոլորի հողատարածքները զավթել է, աշխարհի կենտրոնը, Կոնստանդինապոլիսը 1450 թվականին գրավել է եւ ասում է սա մեր հողերն են։ 100 տարվա այդ ադրբեջանական ազգը 100 տարի է որ պետություն է ձևավորվել։ Ես զարմանում եմ այսպես ղեկավարների վրա, որ նրանք ասում են թե մեր բավական հողերը մենք հետ վերցրեցինք, սրանք գլուխները կախ, այնպես են ամաչում, գետինն են մտնում, յանի իրոք մենք իրանց հողերն են գրավել։ Մի հատ հայկական պատմության մասին սրանք ոչ մի բան չգիտեն։ Դպրոցներում հայոց պատմությունը, քրիստոնեական պատմությունը վերացրել են, գտնում են հայոց եկեղեցուն, կաթողիկոսի շորերն են քաշում։ Ես չգիտեմ, գիտեք ինչ կա։ Այո, եթե Աստված ուզում է մի ազգի պատժե, մի քաղաքի պատժի, ուրեմն անարժան հոգևորականների ձեռքով, երբ որ պատարակ է մատուցվում, Աստված գարշում է այդ երկրից եւ այդ քաղաքներից։ Այո, մենք ընդունում ենք, որ հարցեր կան, բայց դրանով մենք չենք կարող կպնել հայոց եկեղեցուն, հայ առաքելական եկեղեցուն։ Այո, մենք պետք է հնարավոր եկել է հայոց առաքելական եկեղեցին։ Եթե մեջը ինչ-որ սպասավորներ կան, այո, այդտեղ էլ մենք խոսք ունենք, որ պետք է մենք ընտրենք հոգևոր առաջնորդներ։ Եկեղեցին հոգևորականները պետք է չընտրի, այդպես է կանոնակարգով։ Պետք է ժողովուրդ ընտրի, որ այդտեղ էլ մենք մեր միջի արժանին ընտրենք։ Ավելի տեսքով գեղեցիկ, մտքով գեղեցիկ, եւ ոչ թե մեզ պետք է հարյուրավոր եպիսկոպոսներ, մեզ պետք է մի քանիսը, որի աղոթքներով որ աղոթ կանեն, երկնքից Աստված լույս իջեցնի։ Տեսակ խաչ հանեցինք, Աստծո լույսը բացվավ մեր վրա։ Տեսակ կտրվեց անձրևը, քամին, ճանապարհին ես աղոթքով հետը հասցրել, ասում է Տեր Աստված։ Այս ամեն ինչը լավ լինի։